Հայտնություն 10-րդ գլուխ։ Տեսա երկնքից իջնող այլ զորավոր հրեշտակի, ամպի մեջ էր փաթաթված, գլխին ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը հրեղեն սյուների։ Նա իր ձեռքում ուներ մի բացված գրքույկ, աջ ոտքը դրեց ծովի վրա, իսկ ձախը ցամաքի վրա։ Եվ աղաղակեց բարձր ձայնով, ինչպես առյուծն է մռնչ։ Երբ աղաղակեց, 7 որոտները թնդացին իրենց ձայներով։ Երբ 7 որոտները թնդացին, ուզում էի գրել, բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկիր, ինչ որ խոսեցին 7 որոտները, և մի գրիր»։ Եվ այն հրեշտակը, որին տեսել էի, և որն իր ոտքը դրել էր ծովի ու ցամաքի վրա, իր աջ ձեռքը երկինք բարձրացրեց, և երդվեց նրանով, որ հավիտյան կենդանի է, որն ստեղծեց երկիրն ու նրա մեջ առկա ամեն բան, երկինքն ու նրա մեջ առկա ամեն բան, երդվեց, որ այլևս չկա ժամանակ, բայց այն օրը, երբ 7-րդ հրեշտակն իր փողը հնչեցնի, պիտի իրականանա Աստծու խորհուրդը, որ ավետարանվեց իր ծառաների, մարգարեների միջոցով, և ձայնը, որ լսել էի երկնքից, դարձյալ խոսեց ինձ հետ ու ասաց. «Գնա, վերցրու այն բացված գրքույկը, որ իր ձեռքում ունի ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակը»։ Եվ ես, գնալով հրեշտակի մոտ, նրանից խնդրեցի գրքույկը, իսկ նա ինձ ասաց. «Վերցրու սա և կեր, քո որովայնում այն դառը պիտի դառնա, իսկ քո բերանում քաղցր ինչպես մեղր»։ Եվ հրեշտակից վերցրի բացված գրքույկն ու կուլ տվեցի։ Այն իմ բերանում մեղրի պես էր, իսկ երբ կերա, իմ որովայնը դարձավ դառը։ Եվ հրեշտակն ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և երկրի թագավորների մասին»։